9 դարերի գաղտնիքը բացահայտվեց։ Մարմաշենի վերջին գրչի գրադարանը գտնվեց Ղարաբաղի գորգերում։ Բարև ձեզ, իմ թանկագին երեխաներ։ Ես ձեզ պատմություն եմ պատմելու, որը շատ տարիներ գաղտնի է մնացել մեր ընտանիքում։ Նստեք հարմար, վառեք թեյը եւ լսեք ուշադիր, որովհետեւ այն, ինչ ես ձեզ հիմա կասեմ, փոխեց ամեն ինչ, ինչ մենք գիտեինք մեր նախնիների մասին։ Ես 85 տարեկան եմ այսօր, եւ իմ աչքերը տեսել են շատ բաներ։ Տեսել եմ պատերազմներ, տեսել եմ խաղաղություն, տեսել եմ, թե ինչպես են մարդուինք գալիս եւ գնում։ Բայց ամենամեծ գաղտնիքը, որը երբևէ պահել եմ, կապված է այն գորգի հետ, որը հիմա կախված է այստեղ, իմ պատին, այս սենյակում, որտեղ դուք նստած եք։ Այս գորգը ոչ թե սովորական գորգ է, այն եկել է Ղարաբաղից իմ տատիկի ժամանակներից։ Երբ ես փոքր էի, տատս միշտ ինձ ասում էր. «Վարվարա, այս գորգը պահիդ քո կյանքից ավելի թանկ, դրա մեջ պահված է մեր ազգի հոգին»։ Ես չէի հասկանում այն ժամանակ։ Կարծում էի, որ նա պարզապես խոսում էր, ինչպես բոլոր տատիկները խոսում են իրենց թոռներին։ Բայց ամեն ինչ փոխվեց 3 տարի առաջ, երբ մի խումբ գիտնականներ եկան մեր գյուղ։ Նրանք փնտրում էին հին գորգեր, որոնք գալիս էին Ղարաբաղից եւ Մարմաշենի շրջաններից։ Նրանք ասացին, որ կարող են լինել հին գրություններ թաքնված այդ գորգերի մեջ։ Ես սկզբում չհավատացի։ Ինչպես կարող է գորգը պարունակել գրություններ։ Այդ գիտնականներից մեկը, երիտասարդ կինը անունով Աննա, նայեց իմ գորգին եւ անմիջապես սկսեց սալել։ Նա ասաց. «Տատիկ, դուք գիտեք, թե ինչ եք ունեցել ձեր տանը բոլոր այս տարիները»։ Ես ասացի, որ գիտեմ, դա գորգ է, որը տատս ինձ թողել է։ Բայց Աննան բացատրեց ինձ ավելի շատ բան։ Այս գորգը գործվել է 9-րդ դարում, Մարմաշենի վանքում։ Այն ժամանակ, երբ արաբական ներխուժումները սարսափեցնում էին մեր հայրենիքը, վանքի վերջին գրիչը, անունով Գրիգոր Մարմաշենացի, որոշեց պահպանել իր գրադարանի գիտելիքները այնպես, որ ոչ ոք չկարողանա դրանք ոչնչացնել։ Նա չէր կարող տանել բոլոր գիրքերը, որովհետև դրանք շատ ծանր էին եւ թշնամիները կրակում էին վանքերը։ Գրիգորը եկավ մի հանճարեղ միտքի։ Նա սովորեցրեց գորգագործ կանանց ինչպես ներառել տառեր եւ խորհրդանիշներ գորգերի նախշերի մեջ։ Ամեն ծաղիկ, ամեն երկրաժամկան ձև, ամեն գույն ուներ իր իմաստը։ Դա չէր սովորական նախագիծ, դա էր ծածկագիր, բայց այնքան բարդ, որ միայն նրանք, ովքեր գիտեին գաղտնիքը, կարող էին կարդալ այն։ Իմ գորգը պարունակում է Գրիգորի վերջին աշխատանքը։ Դրա մեջ գրված են աղոթքներ, պատմական տեղեկություններ, բժշկական բաղադրատոմսեր, աստղագիտական հաշվարկներ եւ այնքան երաժշտական նոտաներ։ Ամեն ինչ, ինչ Գրիգորը համարում էր կարևոր մեր ժողովրդի համար, նա դրել է այս գորգի մեջ։ Աննան բերեց հատուկ սարքերը, որոնք կարող էին կարդալ նախշերը։ Նրանք օգտագործեցին ուլտրամանուշակագույն, ռենտգեն եւ այլ տեխնոլոգիաներ, որոնց ես նույնիսկ չեմ հասկանում։ Եվ կամաց նրանք սկսեցին թարգմանել այն, ինչ գրված էր իմ գորգի մեջ։ Առաջին բանը, որ նրանք գտան, բանաստեղծություն էր։ Դա էր Գրիգորի ողբ իր վանքի համար։ Նա գրել էր. «Երբ աշտարակները կընկնել եւ կրակը կլափի մեր գիրքերը, իմ խոսքերը կապրեն թելերի մեջ, որովհետեւ գորգերը գնում են տներ հետ, անցնում են դարերով, եւ ոչ մի թշնամի չի կարծում, որ իմաստություններ կարող են թաքնված լինել դրանց գեղության մեջ»։ Ես լացի, երբ Աննան կարդաց այս բառերը ինձ համար։ Հասկացա, որ տատիկս ճիշտ էր։ Այս գորգը իսկապես պարունակում էր մեր ազգի հոգին։ Հետո նրանք գտան բժշկական տեղեկություններ։ Գրիգորը նկարագրել էր, թե ինչպես բուժել տարբեր հիվանդություններ, օգտագործելով բույսեր, որոնք աճում էին Մարմաշենի լեռներում։ Կային բաղադրատոմսեր դեղաբույսերի համար, որոնք կարող էին բուժել տենդեր, որովհետև այն ժամանակ չկար այնպիսի բան, ինչպես հիմա մենք ունենք։ Բայց ամենահետաքրքիրը աստղագիտական տեղեկություններն էին։ Գրիգորը նկարագրել էր աստղայի դիրքերը, լուսնի փուլերը եւ անգամ կանխատեսումներ արել այն մասին, թե երբ լինեն խավարումներ։ Նա նաև նկարագրել էր, թե ինչպես օգտագործել աստղերը ուղղորդման համար, եթե ճանապարհորդում ես գիշերը։ Կային նաև պատմություններ։ Գրիգորը պատմել էր Մարմաշենի վանքի կառուցման մասին, թե ովքեր էին այնտեղ ապրող վարդապետները, ինչպիսի աղոթքներ էին նրանք մատուցում։
Նա նկարագրել էր իրենց առօրյա կյանքը, ինչպես են նրանք վերագրում գիրքերը, ինչպես են նրանք նկարում մանրանկարներ, ինչպես են նրանք երգում եկեղեցում։ Մի հատված կար, որտեղ Գրիգորը գրել էր իր վախերի մասին։ Նա ասում էր. «Ես վախենում եմ, որ մեր լեզուն կկորչի, մեր գրորությունները կայրվեն, եւ ապատասելույները չեն իմանա, թե ովքեր էին իրենց նախնիները։ Այդ պատճառով ես անում եմ այս աշխատանքը։ Ես հույս ունեմ, որ մի օր, երբ խաբարությունը անցնի, ինչ որ մեկը կգտնի հենց գորգերը եւ կկարդա մեր պատմությունը։ 9 դար անց մենք կտանք նրա ուղերձը։ Աննան եւ նրա թիմը շարունակեցին աշխատել իմ գորգի վրա ամբողջ 6 ամիս։ Նրանք գտան ավելի քան 100 էջի տեղեկություններ, որոնց բոլորը կորցվել էին այս միան գորգի մեջ։ Բայց Աննան ինձ ասաց, որ իմ գորգը միակը չէ։ Կան մյուս գորգեր Ղարաբաղից եւ Մարմաշանի շրջաններից, որոնք նույնպես կարող են փորոնակել Գրիգորի գրադարանի հատվածներ։ Նա բացատրեց ինձ, որ Գրիգորը հավանաբար բաժանել են իր գիտելիքները տարբեր գորգերի մեջ, որպեսզի եթե մեկը կորչի, մյուսները փախպանեն բոնե մի մասը։ Դա նշանակում է, որ դեռ կարող է լինեն տասնյակ, անգամ 100-ավոր գորգեր, որոնք պահում են մեր պատմության գաղտնիքները։ Հիմա գիտնականները փնտրում են այս գորգերը ամբողջ աշխարհում։ Որոշը գնել են թանգարաններում, որոշը անձնական հավաքածուներում եւ որոշը, ինչպես իմը, հասարակ տներ պատերին։ Ամեն անգամ, երբ նրանք գտնում են նոր գորգ, դրանք բացահայտում են նոր տեղեկություններ Գրիգորի գրադարանից։ Ին գորգը հիմա համարվում է նախնյալ գանձ։ Եկան մարդիկ կառավարությունից եւ ասացին, որ ուզում են այն տանել թագարան։ Բայց ես չթույլ տվեցի։ Ասացի նրանց, որ Գրիգորը չէր ուզում, որ իր գիրքերը լինեն գորշ սենյակներում, որտեղ ոչ ոք չապրի։ Նա ուզում էր, որ դրանք լինեն տներում, մարդկանց միջավայրում, որտեղ կյանքը շարունակվում է։ Հետո մենք համաձայնեցան եկանք։ Իմ գորգը կմնա այստեղ, իմ տանը, բայց գիտնականները կարող են նալ եւ ուսումնասիրել այն, երբ ուզենան։ Նրանք նաև պատրաստեցին տվային բաժեղը, որպեսզի մարդիկ ամբողջ աշխարհում կարողանան տեսնել եւ ուսումնասիրել այն։ Աննան ինձ ասաց մի բան, որը երբեք չեմ մոռանա։ Նա ասաց. «Տատիկ, դուք պահել եք ավելի քան գորգ, դուք պահել եք հույս»։ Գրիգորը հույս ուներ, որ մի օր ինչ որ մեկը կկարդա իր խոսքերը։ Ձեր տատիկը հույս ուներ, որ դուք կպահպանեք այս գորգը, եւ հիմա դուք հույս եք տալիս մեզ, որ մեր անցյալը կարող է ապրել մեր ներկայում։ Երեխաներ, երբ ես կկատարեմ այս աշխարհը, այս գորգը կմնա ձեզ, բայց հիմա դուք գիտեք, թե ինչ այն իսկապես։ Դա ոչ թե սովորական գորգ է, որը պարզապես տաքացնում է հատակը։ Դա Գրիգոր Մարմաշնոցու վերջին խոսքն է դեպի մեզ 9 դար անց։ Պահպանեք այն, ոչ թե որովհետև այն թանկ է, որովհետև այն հիշեցնում է մեզ, թե ովքեր ենք մենք եւ որտեղից ենք եկել։ Հիշեցնում է մեզ, որ մեր նախնիները ամեն ինչ են արել, որպեսզի մենք կարողանանք ապրել այսօր, եւ հիշեցնում է մեզ, որ մեզ տալբերն ու պարտավորություն ունենք մեր սերունդներին փոխանցել այն, ինչ սովորել ենք։ Գրիգորը գրել էր վերջում. «Եթե դու կարդում եք սա, նշանակում եմ ես հաջողել եմ։ Իմ խոսքերը չեն մահացել ինձ հետ։ Դրանք ապնում են ձեր աչքերում, ձեր մտքում, ձեր սուրտում, եւ այդպես մենք երբեք չենք բռնիր, քանի դեռ մեկը հիշում է մեզ»։ Դա է։ Մենք հիշում ենք, թե Գրիգոր Բարբաշենցի 9 դար անց մենք գտանք ձեր գրադարանը եւ մենք երբեք չենք մոռանա ձեր պատգամը։ Շնորհակալություն, որ լսեցիք իմ պատմությունը։